Ինչ պետք է լինի։ Համ փոսը, համ սարցե փոսեր։ Այս փոսերը ինչ պետք է լինի։ Սինեցելի որ էլա Հայաստանում մեքենա չմնա։ Տարեկան 300,000 հարկ եմ տարի, բայց Սա որ ջարդում ես ավտոն։ արդեն օֆիսի ավտոն եմ ջարդում։ Հե՞։ Արդեն օֆիսի ավտոն եմ սկսել ջարդել։ Արինբերդի հանրահայտ փողոցն է։ Փոսերը։ Ահա որ ասիր պրծար։ Ինձ խփելու է խեղճի հոп։ Որ մեկից փախցնես։ Որ մեկից փախցնես։ Խայտարակություն է, ահա որ վիճակը։ Էսի պրոստը չեմ պատկերացնում։ Իսկ Հայաստանի ծայրամասերի գյուղերում սկե էս վիճակը։ Պրոստը ամոթ է, չեմ պատկերացնում, ասեք։ Փոշկա ընկնում ես տակը խփում է, չես իմանում, իսկ անցնես որ կանաս հասնես։ Ավտոյելկա մնում քարշակ է գալիս, որ հանի տանի։ Չի կարելի էսի պրոստը։ Քոնը կան քերեն վրից հանեն։ Են որ ասում են փոսս քո փոսին վնաս չի։ Այս մարդը փոսը։ Գույքը արկ ես մուծում, բայց փոսերը։ Այս փոսերի մեջ ընկնում ես կրակը։ Դե արիքշի ավտոպայի հետո էլ մնացած է։ Են ավտոբուսը, դաժե ձեր բերած ավտոբուսն է, պարոն Ավինյան կոտրվում ես ճանապարհին։ Ահա Ձեր բերած ընտիր ավտոբուսը դաժե ինքնա փոսերը Որ փոսից փախցնես։ Հե՞։
Նիվեն էլ սկի չի կարում անցնի։ Ha. Ասված ձենդ լսի։ Հունվարի 28-ն է, հերթական անգամ Երևան քաղաքի Արինբերդի փողոցից դիմում ենք եւ կառավարությանը եւ Երևանի քաղաքապետարանին, Երևանի թաղապետարանին չենք ուզում դիմենք, որովհետեւ թաղապետը այստեղ անզոր է, որպեսզի այս հարցը վերջնականապես լուծվի։ Հարցը կայանում է նրանում, որ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր վարորդներ խնդրանքով դիմում են պատկան մարմիններին, որպեսզի Արինբերդի այս փողոցը, որ մի քանի կիլոմետր հազիվ ընկնում են, մի քանի կիլոմետր հազիվ հասնի, այս մարդաբոյ փոսերը, այս խրամատները վերացնեն։ Այստեղ կարելի է առանց չափազանցության ասել ամեն օր 10 Շանցան ջան, նայեք թե ֆուրել ինչ էր կատարում, խփում էին, չէին կարող։ Սա փոսերի պատճառով։ Այո։ Լսեցիք, հիմի այստեղ կարելի ասել ամեն օր 10-ից 15 հատ ավտոմեքենա է կոտրվում, չհաշված։ Այդ մեքենաները հետո մարդիկ քարշակով են տեղափոխում։ Հիմա տեսնում եք, չգիտես որ փոսից ուր է տաս, մարդիկ ստիպված, վարորդները ստիպված, այս փոսերի պատճառով դուրս են գալի հանդիպակաց, ինչն էլ վթարային իրավիճակ է ստեղծվում։ Դեմի այս մարդը որ փոսը փախցնի, դե որ փոսից փախցնել։ Նույնիսկ պարոն Ավինյան, ձեր բերած քաղաքային տրանսպորտը այս փոսերի միջով անցնում ափսոս չէ տրանսպորտը։ Եկա եմ որ ասում ժողովրդի լեզվով ասած քյալա եք տվել այս տրանսպորտը բերել եք, բայց որ պիտի այսպես լինի, հիմի ավտոբուսն է, չգիտի ոնց անցնի այս փոսը, որ փոսը շրջանցի։ Երկնքում արագիլներ են, ուր այս արագիլները մի լավ լուր բերեն, որ վերջապես այս ճանապարհը սարքվելու է։ Մարդ չգիտի որ փոսը այնքան շատ է, այն սաստայեպոսի մեջ, որ ասում է մսրա զորքին հաշիվ կա, իսկ այս փոսերին հաշիվ չկա։ Խնդրում ենք, որպեսզի այս խնդիրը վերջնականապես լուծվի։ Հիմա եղանակը անբարենպաստ է, ճիշտ է, հնարավոր չի ասֆալտապատում անել, բայց գոնե մարդիկ ասում են հնարավոր է քերեն չգիտես ինչ ասես է, հեսա նայք, ամբողջ իդեպ երկու անգամ մենք այս ճանապարհի մասին ֆոտոռեպորտաժ տեսանյութ ենք հրապարակել եւ այն ժամանակ Էրեբունու թաղապետ պարոն Բալայանը խոստացավ, ասեց, որ կառավարությունը Երևանի քաղաքապետարանը անպայման խնդիրը լուծելու է։ Բայց դե հարգելի թաղապետ, ոչ էլ լուծավ այդ խնդիրը։ Տեսեք, ձեր բերած ծնտիր տրանսպորտը փոսերը ոնց է շրջանցում։ Ուրա, ասպաս ձենդ լսի։
Այստեղ կարելի է դաժե եզդայի դասեր անցկացնել։ Ով փոստեր էլ բարեհաջող անցավ, մի անգամից վարորդական իրավունքի վկայական տան։ Անցատարի խոստացան սարքեն, հիշում ես։ Մենակ մեր հույսը դու ես այս ճամփեն կանգնած։ Այ ցավը տանում ես ինչա։ Էսի հայտարարություն է, էս չի։ Դաժե ձեր բերած տրանսպորտն է կոտրվում։ Նայ, խփե ընկե շիտը կոտրել է մարդը։ Չէ՞։ Չէ, շիթը ընկե կոտրել է, չէ, շիթը ընկե կոտրել։ Փոստը ընկե կոտրվել է շիթը, էլի, հա։ Հիմա ով է փոխհատուցելու այս մարդուն։ Ահա, նայ։ Հիմա տենանք ինչ պետք է լինի։ Չէ՞։ Մարդիկ չգիտեմ որ փոսից փախցնեն։ Ձեր բերած տրանսպորտը, չգիտի որ փոսը փախցնի։ Գոնե ձեր բերած տրանսպորտի համար ճանապարհը սարքեք։ Բա սովետի ժամանակ սենց ճամփա կլներ, Լեոնիդ Իլիչի ժամանակ բա սենց ճամփա կլներ, սովետը գնում է այ մարդ։ Էս է կոյուղին է, չէ՞։ Էս էլ կոյուղին է, չէ, ժողովուրդ։ Ան, էս էլ կոյուղին է։ Էսա դիտահորից դուրս է գալի։ Էսա դիտահորից դուրս է գալի։ Պատկերացրես սարը եղանակին որ էլի հոտը զգացվում է։ Հա? Հա։ Փոսերը շրջանցում են մարդը։ Բալիս։ Կամերային եմ նկարա։ Ողջույն։ Չգիտես որ փոսից փախցնես։ Կոտորվանք։ Սախ։ 10 քանի տարի ընդհանրապես ոչ մի ձևի բան չի արվեցել։ Խոստացան, ասին անելու ենք։ Խապին էլի։ Հա։ Բա ինչ են ասե։ Ասել են գրի սառուցին, ասա սառուցն էլ էսա։
Սաղորը ավտոտես փոսերով այդում։ Փոսերի հետ։ Սենց գնում եմ իջև, ես իմ որտե։ Մարդիկ ստիպված դուրս են գալի պռոցիկ։ Բալիս ավտոյա որ ջարդվում է Ղարաբաղ Ալիև Այվազովսկու արտանախանդ է անունը դրել են Այվազովսկի համոզքի Փոսերը
Մարդիկ ստիպված փոսը շրջանցում են։ Փոսը չէ, փոսերը։ Ահա։ Նայ տես Միկի։ Սա հեղ վատ վիճակը։ Հա, ավտոյը որ ջարդվում է։ Խրամատները լա բարվոք է։